Նախագահի թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակի հարթակից ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. Այևս երբեք ոչ մի զադնայ սկորստ։ Պարոն Հովհաննիսյանը խոստացավ իշխանության գալով ինքն ու իր թիմը անմնացոր ծառայելու են ժողովրդին։ Եվ 5 տարի անց արդյունքը պիտի փոխվի, պիտի դրվի պատմության դասակարգերում, պիտի լինի մեծ վերադարձ։ Փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները չընդունող բազմության առաջ այսօր ելույթ ունեցան նաև Ժառանգության մյուս անդամները։ Նրանցից Անահիտ Բախշյանը գործող իշխանության անգործությունը ընդգծելու համար հայտարարեց, թե նրանց պաշտոնավարման ընթացքում իր երկրում որևէ աղմկահարույց հանցագործություն չի բացահայտվել, այդ թվում հոկտեմբերի 27-ի ոչռագործությունը։ Եվ եթե պարզվի, որ գործող իշխանությունը մեկ չունի հանկարծ, եւ ես կենթանի լինեմ, ես այստեղից ներողություն կխնդրեմ իրենցից։ Ժառանգության այսօրվա հանրահավաքի մասնակցելու համար այսօր Ազատության հրապարակում էր նաև Ֆրանսիայում բնակվող դերասան Վարդան Պետրոսյանը։ Ես չէի հավատում, որ այսպիսի շարժում կստեղծվի։ Շատերի պես ես էլ մտածել եմ, որ ժողովուրդն արդեն անտարբեր է, հուսահատ, ոչնչի չի հավատում, չի մասնակցելու ընտրություններին, վախեցած է, անտարբեր։ Եվ ես ուղղակի ինձ մխիթարում էի այն մտքով, որ հայկական ձմեռը, որ կանխատեսում էինք բոլորս, իր պասիվությամբ գոնե ավելի լավ է, քան արաբական գարունը։ Դերասանը համոզված է, հաղթանակը պետք է սկսվի մեզնից յուրաքանչյուրի ներսում, իսկ Ժառանգության անդամ Հովսեփ Խուշուդյանը կարծում է, որ այդ ճանապարհն են բռնել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնք փետրվարի 18-ի ընտրություններում իրենց ձայնը տվել են Ռաֆի Հովհաննիսյանին։ Նարին Էրիցյան, Սևակ Մեսրոպյան, IPV։